Ես շատ եմ ցավում, թե Սարգիսի համար, թե Աշոտի, Սարգիսը մեր երեխեն է։ Ունայեք է անգիտակից վիճակում ձեռը գլխին մենակ գոռում է մեռամ օգնեք։ Սարգիսը իր ընկերների հետ Բենյամինին ծեծեն։ Եթե այս տեսակի տեր հայրը, որ պետք է քերոկնուշ հետ դինի, ուրեմն այս տեսակի քրիստոնյանի սենց ընենցը։ Կեպկով տղա է թրաշով մոտիկացավ, ասա տղեկ լսակ ինքը օբշի քրիստոնյաներին է քֆուր տալի։ Դուք գիտեք, ստե Աբովյանի մեջ մենք ենք ասողը։ Մի հատ ճտսնի Սարգիսը 100 հոգի մարդ կվազի ձեր վրայով։ Եվ իդեք նշեմ, Սարգիսի մոտ ատրճանակ է եղել։ Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն է այցելել նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում աղմկարույց սպանության գործով կալանավորված Աշոտ Սոխրաբյանցի եւ Բենյամին Սոխրաբյանցի եղբայրը Մարտիրոս Սոխրաբյանցը, ինչպես հայտնի է նոյեմբերի 10-ին աղմկարույց սպանություններ տեղի ունեցել Աբովյան քաղաքում, հայտնի տեսանյութը կա, թե ինչպես էին երկու երիտասարդներ, մեկ այլ երիտասարդի, որը Սարգիս Զենալյանն էր զրուցում, անհետև տեսնում ենք կադրերում, թե ինչպես է Աշոտ Սոխրաբյանցը դանակի հարվածներ հասցնում երիտասարդ 24-ամյա Սարգիս Զենալյանին, ինչի հետևանքով Սարգիս Զենալյանը սպանվում է։ Այս աղմկարույց դեպքից հետո Արմնուր լրատվականը հրապարակեց այն մասին, որ նոյեմբերի 10-ից առաջ Սարգիս Զենալյանի հարազատներից մեկը Գայանե Զենալյանը հրապարակում էր ունեցել, որ գինու փառատոնին միջադեպ է տեղ ունեցել, ամիսներ շարունակ տեղ ունեցած ատելությունը այնքան է խորացել, որ ի վերջում երկու եղբայրները Աշոտ Սոխրաբյանցը եւ Բենյամին Սոխրաբյանցը եկել են հաշվեհարդար տեսնելու Սարգիս Զենալյանի հետ եւ արդյունքում տեղի ունեցել ողբերգական դեպքը։ Սպանությունից 3 օր անց հետո երկու եղբայրները ինքնական ներկայացել էին իրավապահներին։ Մենք այսօր Մարտիրոս Սոխրաբյանցի հետ կզրուցենք դեպքի ողջ հանգամանքների մասին, քանի որ դժոխք կողմի կարծիքը հրապարակվել է, այդ թվում նաև Արմնուր լրատվականը դիմել էր դժոխք կողմի Սարգիս Զենալյանի հարազատներին, խնդրելով գալ եւ դեպքի մասին ողջ մանրամասները զրուցել հարազատների հետ, սակայն հարազատները նշել են, որ այս պահին պատրաստ չէին մեր լրատվամիջոցին որևէ բան հայտնել։ Ուստի մենք այս պահին կզրուցենք սպանության գործով կալանավորվածներից մեկի հարազատի, մասնավորապես հարազատ եղբոր Մարտիրոս Սոխրաբյանցի հետ, որը կփորձի նաև գրքի հակառակ կողմը ցույց տալ, թե ինչու էին եղբայրները այս ամիսների ընթացքում դծված եւ մինչ սպանությունը ինչ հանգամանքներ էին տեղի ունեցել։ Պարոն Սոխրաբյանց, ես շնորհակալ եմ, որ դուք ցանկություն եք հայտնել նաև մեր լրատվամիջոցին պատմել դեպքի հանգամանքների մասին։ Թերևս սկսենք ամենասկզբից։ Ինչ էր տեղի ունեցել գինու փառատոնին, ինչ կապ ուներ այդ փառատոնի միջադեպի հետ Աշոտը Սոխրաբյանց, որը 14 տարի առանց ևս մեկ այլ սպանության գործով ազատազրկման էր դատապարտել եւ ազատության մեջ էր հայտնվել, ինչ էր տեղի ունեցել տղաների մեջ 14 տարի առաջ, որը այսքան խորը եւ ճակատագրական հետևանքներ ունեցավ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ ես կտեղեկացնեմ, որ 14 տարի առաջվա դեպքը Սարգիսի հետ այս պահի դրությամբ կապ չունի, որտեղ 14 տարի առաջ Սարգիսը եղել է 10 տարեկան։ Դեպքը տեղի ունեցել մոտ 3-4 ամիս առաջ գինու փառատոնին Երևանում, որ տեղի ունենում։ Բենյամինն է գնալով պոլիտեխնիկ իր գործի վայր, այնտեղից գնացել է գինու փառատոն։ Բենյամինը ձեր մյուս եղբայրն է, որը այդ միջադեպի տեսանյութի մեջ կա, ձեռքը ինչ որ մի բան պահած երիտասարդ է։ Չէ։ Բենյամինը այն տղան է, որ բաժանում էր Աշոտին եւ այդ սունկայով տղայի ոտքով եւ ձեռքով իրար հարվածները հասցան եւ վերջ։ Ուրեմն Բենյամինը վերադառնալով Աբովյան քաղաք գինու փառատոնի օրը մոտավոր իրիկունը 11-ից 11:30-ի սահմաններում է լինում։ Հերացու մոտից նստում են տաքսի մեքենան եւ գալի կինոյի շենքի հատված, միջև կինոյի շենքի հատված գալը զանգարացա լինում եւ մեզ տեղակայված լինում, որ գալիս եմ Աբովյան քաղաք։ Մենք էլ նրան ասած ենք լինում, երբ հասնես տեղ, զանգի կամ մոտակա Աբովյան քաղաքի մոտենում ես, նա մեզ ասած եկեք բենզիների կալցաբով։ Աբովյան քաղաքի։ Գնանք ինձ եւ Աշոտին, այո, Աբովյան քաղաքի։ Դրանից հետո զանգեց, ասաց կինոյի շենքի մոտն եմ իջնում, իջեք այնտեղ։ Եվ այդից հետո իշքան զանգարում ենք մինչև հասնենք կինոյի շենքի մոտ, զանգարում ենք Բենյամինի, զանգ գնում է, վերցնող չկա։ Մոտիկանում ենք կինոյի շենքի հատված, տանում ենք լռություն, ոչ մարդ, ոչ մի բան, շատ նորմալ, շատ հանգիստ, ոչ մի ձայն, ոչ մի բան։ Եվ տանից զանգահարում ենք կինս թե մայրս եւ ասում Բենյամինին բերել են տուն, ասեցի ով է բերել, ասեց լիֆտն են դրել, ուղարկել 5-րդ հարկ։
Այո։ Նա տունայք է անգիտակից վիճակում ձեռը գլխին մենակ գոռում է մեռամ օգնեք, թշի հատվածը ուռած։ Ես Աշոտը գալի հասնում եք տուն, բա ուրա ոնց ինչ, ասում են նայեք վիճակը վատ է, ես Բենյամին գրկելով տեղափոխում եմ կներեք զուգարան, այնտեղ հետ տա, S1, M1 եւ Աշոտը ասում է զանգենք շտապօգնություն թող գա։ Մենք դեռ չգիտենք իրեն խփել էին թե ոչ։ Այդ պահին մենք մենակ գիտեինք, որ խմած է։ Գինու փառատոնը գինի պետք է խմած լինի։ Աշոտը 103-ի տեղը զանգում 102, ասում է շուտ շտապօգնություն ուղարկեք։ Ոստիկանը ասում են եղբայր դու զանգել ես, ոստիկանություն ոչ թե շտապօգնության բաժին։ Զանգահարեք 103, բայց պատճառը ի՞նչն է, որ շտապօգնություն եք ուզում, Աշոտը ասում է գինու փառատոնից եղբայրս եկել է, խմած է, վատացել է։ Բենյամինին տեղափոխում ենք շտապօգնությունով Աբովյանի բաժանմունք, հիվանդանոց։ Այո։ Նույն ընթացքում էլ իմ մեծ տղայիս ենք 2 տարեկանում կես տեղափոխում նույն ձև շտապօգնությունով հիվանդանոց, ինքը որ տաքությունում ցնցումներ ունենում։ Մտնելով Աբովյանի հիվանդանոց, զարմանում եմ, մի տնից 2 կանչ, սենց բան ինչ ոնց է լինում։ Վերջը բժիշկները նրան ասում են, որ եթե խմած է, խմացան դեմ դեղ սրսկենք, կազդուրվի դզվի, կտանենք տուն։ Սրսկում են ասում մոտ 1-ից 2 ժամ։ Ձեր եղբայրը մինչ այդ չի պատմում, չէ՞, ի վիճակի չի լինում երևի ստեղծան պատմի ինչ է տեղի ունեցել։ Վիճակը որ մենակ իր ձենը էսա, մեռամ, գլուխսու ձենը կորում է, չկա։ Մեմ հաշվի մահամերձ վիճակում տեղափոխել են նրան հիվանդանոց։ Այնտեղ բժիշկները ջոկեցին, որ ի վիճակի չի, ասացին տղաներ կարող է կռիվ է եղել, հրեքցել են, երեսը ուռած է, գլխի հատվածն է ձեր տալի ինչ-որ մի բան է ինչի։ Մենք ասացինք այդպես բան չենք տեսել, չգիտենք, չենք լսել։ Տանից բերել ենք այստեղ, գինու փառատոնից եկել է։ Վերջը նրանք ասացին կամ տեղափոխեք Երևան հիվանդանոց, մեր մոտ կատե չկա, որ կատե անենք գլխի։ Կամ տարեք տուն, առավոտյան, որ լույսը կբացվի, տարեք Երևան։ Կարող է դզվի։ Վերանք տուն, մինչև 9:30 էր, 9:15, 9:30-ի սահմաններում բարձրացնում ենք, ընկնում երցած ոչ խոսալ, ոչ բան, հաշվենք մահացած վիճակ է, տեղափոխել ենք Քանաքեռի հիվանդանոց, Քանաքեռի հիվանդանոցում ասեցինք օրը շաբաթ է, մեր կատե ունենք, աշխատողները տեղում չեն, տարեք առաջի հիվանդանոց, այնտեղից տաքսի մեքենայով, մի անգամուց տեղափոխել ենք առաջի հիվանդանոց, առաջի հիվանդանոցում նայելով մոտեցել են պարեկները, բարեկային խումբը մոտեցավ, ինչն է պատճառը, ոնց, ինչ, մենք ասենք դեռ չգիտենք, մենակ գիտենք, որ խմած է եղել գինու փառատոնին վերած ենք եղել, սենց։ Նրանք բժիշկները ստուգեցին եւ ասեցին, որ գլխի ետնամասում հարված ունի։ Պետք է կատե անի, որ ավելի համոզվի։ Մեր նայել որ ձեռքը գլխին տան եւ երեսը ուռած է, կատե անի։ Կատե արեցին եւ պարզվեց, որ հարվածի հետևանք է։ Եվ ոստիկանները մեզ հարցրեցին, որտեղ է ընկել կամ խփել են։ Ասեցինք, մտածենք ուրեմն մի դեպք եղել է, որ պատմություն չդառնա, շուխուր չդառնա, կլավանա կտանեն տուն։ Ասեցինք տանը ընկել է։ Ես անձամբ ասեցի Բենյամին Սողոմոնյանը տանը ընկել է մետաղի վրա։ Ասեցին լավ, կարևոր որ դուք այստեղ եք, կամերաները կա, հիվանդանոցում, տեղ չեք կարող գնանք, միջև Բենյամին դուրս գալ, նորից կմոտենանք։ Բժիշկը ասեց սիստեմա կմիացնենք, միջև ուրբաթ, եթե Բենյամինը դուրս եկավ, լավացավ, արյան զեղում պիտի ցվրվի, եթե չցվրավ, գիտեք, չէ, 50 օպերացիա, կարող է օպերացիան մնա, կարող օպերացիան չմնա։ Այսինքն չափրի։ Այո։ Ասեցինք լավ, դուք սիստեմաները միացրեք, սաղարեք եւ ապահովագրությունը գումարը վճարեց։ Այդ բանի մեր ձեռը բավարար գումար չկար։ Դաժե փոխանցումը չէր, 2 ժամ կես սպասել, միջև փոխանցել, ինտերնետ կապը չէր բանանում։ Եվ մենք եկել ենք տուն, զանգել են, որ պերեդաչ տան Բենյամին, որ փափուկ յոգուրտ բան զորով են ուտացնեն, որ դզվի մի ամբողջ սիստեման բան լինի։ Ես գնացել եմ կինոյի շենքի հատված, տարբեր մարդիկ որ կանում են, թե ավտոյի շոֆերներ, թե տարբեր մարդիկ, Բերյամը բարձր գոռացել եմ, ժողովուրդ, գիշերը 11-ից 11:30 մարդեն ստեցե, խփե, քաշքշոցա եղել, ու այդ ժամանակ տարբեր մարդիկ պատմում էին, որ Սեխորովացանով տղակա, երևի խոսքը Ռոբերտի մասին ես ոնց հասկացա, ասին իր եղբայր Սարգիսը իր ընկերների հետ, Բենյամինին ծեծին, ասպես պատճառը ինչն էր, որն էր, նրանք ասեցին, որ Բենյամինը հեռախոսը ձեռքին դուցարկել մեքենայից, այդ պահին տեսանյութ նայելուց եղել։ Բարձր ասում էր, եթե այս տեսակյա տեր հայրը, որ պետք է քերոկնոջ հետ դիմի, 1980 սեռական հարաբերությունների մեջ,
ուրեմն այս տեսակի քրիստոնյանի սենց ընենցը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի գրառումն է կարդացած եղել ինքը։ Երևի, տեսանյութը նայելուց եղել։ Եվ հետո մոտիկացել է Սարգիսը, ժողովրդի ասվածին կերպով տղա է հրաշել, մոտիկացավ, ասա տղա լսակ ինքը օբշի քրիստոնյաներին է քֆուր տալի։ Եվ հարվածներ, դաժե տարբեր մարդիկ ասում էին հետը մարդը եղել Կոպալովայը, ոտը քաշտալուց եղել Կոպալովայը, եսին տվետ համար եսի հետ կա։ Ասեցի լավ, ասին եթե ուզում ես բան իմանաս, գնա այդ խորովածանոցի տեղը իր աղբերն է, իմացի։ Ես էլի չհավատացի։ Որտեղ խորովածանոցի տեղը նույն ասած եղբայրը շատ շնորհքին, ակուրատնի նորմալ տղա է, իր ընտանիքին ճանաչում են, մեր այդ նորմալ մոտիկ քույրը, եղբայրը ոչ մի խնդիր, մեր մեջ ոչ մի Սարգիսի հարազատների մասին է խոսքը սպանված։ Նրանց հետ ոչ մի խնդրեմ, ոչ մի խոչընդոտ, ոչ մի խնդիր այսքան վաղ չեն գոնցել, ոչ մի տարաձայնություն։ Ձեզ ծանոթությունը որտեղից է գալի։ Աբովյան քաղաքում, որը կոչվում է Փարոս եկեղեցի, այդ եկեղեցին, որ հաճախելուց է եղել մայրս, եւ 7 տարի առաջ ես եմ հաճախելուց եղել, չեմ հաճախել այդտեղից։ Սարգիսի ծնողներն են այնտեղ գնում։ Մայրը, քույրը եւ եղբայրը։ Այդտեղից կա ձեր ծանոթությունը, ճանաչում եք իրենց։ Ոչ մի խնդիր չի եղել, շատ նորմալ մարդիկ են, ակուրատնի տեղը տեղին։ Իդեպ նշեմ, պապին էլ մեր տնեցիք է շատ մոտ է եղել Ռոբերտ Օրմաձիկ, այո, Սարգիսի պապին։ Շատ նորմալ հարաբերություններ է եղել։ Թե որն է դրդապատճառը, ինչ մարդիկ են, որոնք որ հրահրում են այս կյանքի մեջ, թե Աշոտի կյանքն է կորզում, թե Սարգիսն է մահացավ գնաց, որը որ պիտի խաղաղություն լինի, հանգստություն լինի, մարդիկ չհրահրեն, ի վերջո դադարեցում լինի այս ամեն ինչին։ Վերադառնանք այն պատմությանը, որ տաքսու վարորդները ձեզ ասել էին, որ Ռոբերտին մոտեցեք, հա, տարբեր մարդիկ։ Ես չեմ մոտիկացել։ Եվ դրանից հետո Բենյամինին, որ դուրս էին գրում արդեն։ Դուք այդ ժամանակ հաղորդում չներկայացեցիք իրավապահներին, ամեն դեպքում ձեզ ծեծի մասին ասել էին մարդիկ։ Մենք մտածեցինք, որ կանցնի կգնա, ոչ մի խնդիր չի լինի, բայց Բենյամինին երբ որ եկավ 5-շաբթի օրը, ասում էին մի շաբաթ էլ մնաց, ոնց որ թե դզվում ես, կազդուրում ես, բայց Բենյամինի հիշողությունը գնում էր, ձեռները դողում։ Մինչև այսօր այդ հետևանքի պատճառով իր հիշողությունը մթագնում, գնում վեր համ-հոտ չի զգում, ինչ որ ուտում է համ-հոտ չի զգում։ Դուրս գրեցիք հիվանդանոցից, ինչ եղավ։ Ասեցին սպասենք ոստիկանությունը գա, ասին երկար վաղը չեմ իսօր բան, Բենյամին ասավ չէ, խնդրում եմ դուրս գրեք, եթե կարիք կլինի կտանջեք կներկայանամ։ Գնանք տուն։ Իմաստը որն է, սիստեմա տանը կողովանկանում, ասեցին չէ, դեղեր գրեցին, որ դեղերը խմի, ասեցին հերիկա սիստեման, ոնց որ թե արդեն մաքրվում է, գլխի եկնամ ասում, արյան ձեղում է, վերանքնում, բայց էլի կանգնում էր, ընկնում էր, չէր կարում։ Վիճակը շատ ծայրահեղ է եղել Բենյամին։ Այդ ընթացքում ոչ մեկ տան անդամներից չի մոտեցել մեզ, սաղա, մեռածա, ինչ եղավ։ Մենակ տարբեր երիտասարդներ գալիս էին տարիքով փոքր, 10, 19, 20, 22 տարեկան տարբեր մարդիկ։ Բայց եթե այս հարցին լուծում չտրվավ, գիտես, չէ, մենք վախելու բան չունենք, ուրիշ վիճակներ կդառնա, որոնց մենք չենք էլ ճանաչում, նրանք գալի մոտենում էին։ Եղբայրն ես, մարտիրոսն ես, դաժե Աշոտին չեն։ Այսինքն Բենյամինի ծեծողներին հաշվեհարդար կտեսնեին, գալիս էին ձեզ այդ մասով էին մոտենում։ Այո, եթե այս հարցը չփակվի, ինչու՞ ձեր Բենյամինի ընկերներն էին դրանք, Նրանք Սարգիսի ընկերներ էին իրանց ասելով։ Ես ոչ Սարգիսին եմ ճանաչել, նրանք Սարգիսին ճանաչեն 14-15 տարեկանում մեկ անգամ տեսել են եկեղեցում։ Բայց դրանից հետո Սարգիսին դաժե դեմքով չեն իմացել։ Այսինքն մոտենում էին ձեզ սպառնալով, որ այս հարցը եթե այս հարցը չլուծվավ, մտածեք եթե մուր հանեք կամ մի բան, շատ վատ է լինելու։ Դուք գիտեք, ըստ Աբովյանի մեջ մենք ենք ասողը։ Մի հատ ճտսնի Սարգիսը 100 հոգի մարդ կվազի ձեր վրայով։ Սպառնալիքների մասով մարտիրոս դուք նախկինում համակարգում աշխատած անձնավորություն եք եղել, ինչու իրավապահներին չէիք դիմում։ Մտածում էի դե մարդիկ են հրահրում են։ Եվ աշխատող արեցինք։ Չհետևեցինք, ասին լավ, անցավ գնաց։ Նույն դեպ խելոք իսկ եղբայրները ունեին այդ ներքին այդ վեշխացության բանը։ Բենյամինը ասում էր. Պիտի հարց տամ, ինչի համար է ինքը խփել։ Եթե լավ, ես այդպես արտադրություն դու հարց տար, ի՞նչն է պատճառը։ Ու հետո Բենյամինը չի խառնվել, ոչ խոսացել, ոչ բան։ Որ արդեն ինձից հողում են արդեն Աշոտին էին հարց տալիս։ Գալիս էին, բա Աշջան, գիտենք դու նստել հելել ես, այս հարցն է ախորդ վիճակին գնալով ան Աշոտը մեր այդ թեմայով մի խոսացեք։ Կարող այդ մարդը գա, նստենք կոֆեի սեղանի շուրջ խոսան բան, ասեն մոռացի, նրանք վախենում ասում են դու նստած հելած ես,
վնաս կտաս, իրանք չեն հասկացել ինչ են արել, բայց իրանք էլ ասում են, ինչքան մենք հասկանանք չհասենք, ստաբիլան մենք ենք ասում, դիվիժենին մերն է։ Չտեսնենք ձեռով ոտով կիշտենք ներքը կլախեն, պետք է ինք սպանենք էլ։ Մենք մտածելու բան աշխատ ասում ենք, գնացեք, ոչ խոսացեք, ոչ ման, այս դեր ոչ վերցրու թեման է, ոչ դնելու հեռացեք։ Իսկ Մարտիրոս, միգուցե դուք տեղակ չեք եղել, բայց Բենյամինի Աշոտը ինչ որ ներքին Սարգիսին կանչել, ասում էին կա այդ տեղեկություններ, որ ամեն անգամ փորձել են այդ վրեժխնդրության ահը էփել։ Այն է եղել, որ նրանք ասել էին պետք է նրանց ընկերներից եղել, եղել Աշոտի հեռախոսահամարը կարան ստուգեն եւ տեսնեն։ Զանգել են, խոսացել են, որ գանք նստենք սեղանի շուրջ խոսանք, Աշոտին ասել է հարց չկա, եկեք նստենք կոֆեի սեղանի շուրջ խոսանք, անցնի գնա, մենք թողել ենք Աստծո հույսին։ Եթե մենք վնաս տանենք կամ դնենք վնասենք, շատ շուտ բայց հաջորդ օրը կվնասենք։ Այդտեղից չէ որ ասում են մարդ եթե մեկը վնասում է 24 ժամը չի անցնում վնասում ես, ոչ դա ոչ մի բան չի հասնում։ Բայց բոլոր դեպքերում դուք սպասում եք որ Սարգիսի կողմից մարդ կգա եւ այդ հարցը կբարձրաբանվի հայ կամ ձեր եղբայրները։ Մենք սպասում ենք որ Հայաստան անդամներից մեկը կգա, վերջը մոտ է։ Անդամները տեղակ չէին։ Հիմա մենք դրա համար ենք զարմացած մնում։ Եթե տան անդամները տեղակ չեն, մյուսը տեղակ չի, իսկ կարող է այդ մարդիկ ընկերների չեն։ Կարող է հրավիրելու համար եկել հրավիրել են։ Դրանք սա հարցեր է։ Ինչ տեղի ունեցավ հետո։ Հետո տեղի ունեցավ այն, որ ասեն ժամը 8-ին կգանք, 7 հետո 100% կրվիշ են շուտ կապում Սարգիսը 7-ին կգանք, իրար հետ կգանք կնստենք, կոֆեի սեղանի շուրջ, խմենք, խոսանք, եւ դրանից հաջորդ նոր տելևիզիոն զանգվածները թե աշտասը ձեռ եք առնում։ Գարսի չէ, այս համարին չզանգեք։ Բա ախպերս, հասար քեզ սենց պրյամա ասում ենք, ով ում տեսավ, իրար մեջ թող հարց լուծի։ Հետ էլ եղել։ Ասի վերցանումները հանեն նա են, որ չասեն Մարտիրոսը մի բան ավելացրեց կամ պակսացրեց։ Կամ ինձ բաժանմունքում ասում են դու փաստ ունես, որ Բենյամինի 4-5 հոգով ծեծեն, ասեն դե որ ես չունեմ, չեմ տեսել, կամերա գոյություն ունի։ Ոնց է տաղավարում նկարահանում Բենյամինը, Աշոտը կանած է, որ Աշոտը դեպքը եղել սպանություն է արել է։ Այդ նույն ձևեր Բենյամինը որ ծեծեն են, թե բանի կամերաները հանեն նա են։ Թե այնը, թե տեսայինը։ Ինչ տեղ ունեցավ նոյեմբերի 10-ին Մարտիրոս։ 4 ըստ էության դատելով ձեր գնահատականից, ձեր մեկնաբանությունից գրեթե ամիսներ շարունակ կողմերը տեսնել, չտեսնել, տեսնել, չտեսնել, հարցը բարձրաբանման, միշտ այս թեման եփվել է, Այս թեման ունեց է եղել, ինչ որ եղած է եղել, անցել է մոտ 2 ամիս ու կես։ Այո։ Մոտավոր ցեն 3 ամիս։ Ու նորից իրանց կողմից բարձրացան, որ մենք տեսնեն։ Որ խոսան, բարիշեն, բանան են, թե ինչն է պատճառը, ով է դրդա պատճառել է։ Արանքում տուժվեց Աշոտը, արանքում տուժվեց Սարգիսը, որը սենց բան պետք չլիներ։ Էն էլ մեր երեխենա։ Նոյեմբերի 10-ին զանգահարող է եղել Աշոտին եւ Բենյամինին, որ Սարգիսը այս հատվածում է, այդ փողոցի այդ կետում է։ Դուք տեղյակ եք այդ մասին։ Ինձ ոստիկանություն են, բաժանմունքում են տեղյակ պահել, ասում են ինչ որ թրաշող տղա է, Երվանդ Մակյան։ Ասեցին ձեր եղբոր ընկերն է ճանաչում է ոստիկանության բաժանմունքում որ բանը տան անդամ է մեր տուն գնում է բայց մենք այդպեսի տան անդամ չունենք բարեկամ չունենք միգուցե դուք չեք ճանաչում ձեր եղբայրները գիտեն որ զանգահարել իսկ ասում են մեր տուն ա գնում գալիս այդ է զարմացած հետո դրանից հետո նշեցին որ Աշոտը բանին էր դանակահարը Երևանի բայց եթե ինձ ասում են տան անդամ է օգոստոսի 23 փողոցում է դիժանալություն որ էդեր են ասում ինքն է արել այսօր մենք զարմացած ենք ինչ հաշիվ է ով ում ախփե, ինչի համար։ Եթե տվյալ կանդարի մոտ դանակարած լիներ Երևանի, պիտի տեսանյութը ցույց տար, որ տվյալ մարդուն դանակարում է, բայց տեսանյութը ցույց է տալիս, որ միայն Սարգսին է հարվածներ հասցնում։ Եվ իդեպ նշեմ, Սարգսի մոտ ատրճանակ է եղել։ Բոլորը ինձ ասում են, որ բաժնի աշխատողների մեծ մասը, որ այդպես բան չկա, կարող է փողի կապոց է եղել, իսկ եթե փողի կապոց է եղել, եթե ատրճանակ լիներ Ադրժանը չի է փողի կապոցել է, այդ դեպքում ձերը ինչու է տան գոտկատեղ, որ սկսում այդքան բանը։ Այսինքն նոյեմբերի 10-ին, երբ որ ձեր եղբայրները գալիս են հանդիպան Սարգիսի հետ, ինչ է տեղի ունենում, ուզում եմ դուք այդ մանրամասները դուք ինչին եք։ Ես կամերային նայելով, որտեղից ոչ մեկը ոչ խոսակցություն եմ ունեցել, ոչ ձեր եղբայրների հետ չեք խոսել։ Ոչ։ Նրանց փախուստից հետո, փախուստը ո՞րն է, նրանց հեռանալուց հետո, նրանք իրի մտածելով մտածել են խաղաղվի, թաղումալի մի խաղողնի, որպեսզի հանձնվեն։
Նրանք էլ չեն դա այդպեսի բան լինի, որտեղ մեր մեջ բայց ձեր եղբայրը առանձնակի դաժանությամբ հարվածում էր մեջքից Մարտիրոս դա տեսանյութում ակնհայտ երևում։ Իսկ եթե ատրճանակով կրակեր, այսինքն Սարգիսը պատրաստվել է ատրճանակը անել դրա համար է ձեր եղբայրը խփել։ Ձեր կտարման գոտկատեղ, հետև կա։ Թե չէ նա անտեղի մարդուն դանակով խփել։ Զենքը կա Մարտիրոս։ Այո, Բենյամին եւ Աշոտը զենքը հանեն ազգային անվտանգության։ Այսինքն ձեր եղբայրները Սարգիսի կողմից զենքը վերցրել են եւ հանձնել են ազգային անվտանգության։ Դրա որ նման գետի կամերայի մեջ պարզ երևում է։ Վերցում եւ հետները տանում են։ Իդեպ նշեմ հանեն ազգային անվտանգություն եւ բաժանմունքում ինձ ասում են այդ զենքը իրանցն է, որտեղ ախպերից մի անգամ մարդ սպան է, այդ իր անձնական զենքն է, այսինքն հարց են տալի, բայց եթե ինքը անձնական ատրճանակ ունի եւ գնացել կոպիտ ասած դիտավորել մարդ սպանելու, իսկ ինչու է դանակով խփում, ատրճանակով հանգիստ կրակել կհեռանար, եթե նպատակն ուներ սպանելու։ Բայց ձեր եղբայրները դուք պնդում եք, որ զենք չունեն։ Զենք չունեն։ Դաժե ես sense բացեն գարաժի դուռները, ասեն եկեք 0-ից ստուգեք, ասում են տունը կարողանա տունը ստուգել է, խուզարկել են։ Ինքնականետարան գարաժի դուռը բացեն, ասեն մտեք, հատ առ հատ նայեք։ Մեր ունեցածը սա է, մի հատ գարաժ, որի վրա ավագ գունա դրած եւ մեր բնակարանը։ Նույնիսկ ինձ ասում են բարեկամներ, մեր բարեկամներ չեն, որովհետեւ մեծ մասը սա երկրից դուրս են։ Ունեն երկու մորքուր էժմիածնում, որից մեկի ընտանիքի ընդհանրապես չեն շփվում։ Այն մյուսը ինքը տարին անգամ բայսամերտում գնում։ Դա է, կապ չեն անում։ Մարտիրոս, այսինքն դուք կարծում եք, որ սպանությունը չէ լինի, եթե Սարգիսը չհաներ զենքը, հա, ինչպես դուք եք մտածել իմ այդ կամերայի նայել որ ես նայում եմ, նրանք սպանություն ընդհանրապես չեն անում, նա Աշոտ Սոխարյանը, որովհետև Բենյամինը որ շատ նայում ենք վիդեոյի մեջ, ոչ դանակա ջեբից հանել, որ ունենար հաներ, դանակը ընդհանրապես չի պայել։ Բենյամին դեռ բաժանում է, միայն կողի այդ սունկավ տղան, որ հարձակման վրեքները, այդ պահին ձերով ոտով այո հարվածներ եղել է։ Բայց Աշոտին հետաքաշի բաժանել, որ գտենք դիմացի կանդարի հատվածի կամերան նայենք, կտեսնենք, որ նույնիսկ Աշոտին հետ է քաշում, ձերով բռնում հետ է քաշում։ Եվ խնդրում եմ կամերան, որ դնում են ապամոնտաժում բան չլինի, սկզբուց ովքեր որ առաջանում են, ոնց լինում է, ինչ լինում է, նույն դեպ դարազդ ոնց են առաջանում 2-ից 3 մետր առաջ, երևի կանչում են, որ Բենյամին 2-3 մետրից հետո ֆռնում առաջանում է իրենց։ Սարգսին է տվել այդ ինգերոջ։ Եթե Աշոտը սպանելու ցանկություն չուներ, ինչու էր այդ դեպքում թեկուզ դանակով գնում հանդիպման։ Եթե զանգահարել էին նրան ու ասել էին Սարգիս այս հատվածում կանգնած է, չեկա վերջը քեզ այդ հանդիպման, չեկա վերջը քեզ այդ բարձաբանման, դանակով ակնհայտ բոլորի մոտ հանրության մոտ եւ առհասարակ ցանկացած քաղաքացիների ասեն այս բայդրությամբ այդ բանը իր մոտ դանակ եղել է թե ոչ, որտեղ միշտ իր մոտ չի եղել, չէր բան։ Դաժե որ ինքը ազատ է եկել, իրեն ասել են մի օր քեզի սպանելու են։ Ինչքան էլ անցնի խանդողի վրա սպանություն լինես չլինես, մեկը քեզի պատասխան տա թեկուզ ուրիշին փող տալով է ինչով է, իդեպ նշեն։ Աշոտին որ բերտում եղել է 3 անգամ թույնել են մկնդեղով որ մեռներ, չկարացան։ Այն վիճակը դար ուղղակի փաստեր պետք է լինեն նոր թազա գործ լիներ, ասեցին ինչ ուտելիք որ բերում եք ուտումա, ամանել թեկուզ քեզ դուք ցիզիբիլ, աղբաման, չօգտագործի։ Որ բարի տային։ Էլի դեպք եղել է, որ փող են առաջարկել որ կախեն։ Մարդիկ իմացան որ բարի տան։ Դա 14 տարի առաջ սպանության հետևանքներն են։ Հետևանքներն է, այսինքն Միջև 11 թվի հետևանքը, այն մարդիկ, որ մեր ընտանիքի հետևից են, որ միշտ մեզ հետարամարում են, դու պարսանից եք պարսիկ եք, պարսիկի ճտեր եք, գրոց են գնացել անընդհատ սրանք պարսիկի ճտեր են։ Ու միշտ ասեն, սրանց պապը եղել է Իրանի մայրաքաղաքի քաղաքապետը, թագավորի ժամանակով փող ունեն, բերեք սարքենք, փող կաշխատենք։ Ինչ մանով է հրարել, ինչի համար, խի։ 24 տարեկան երիտասարդ է սպանվել ու Ես շատ եմ ցավում, թե Սարգսի համար, թե Աշոտի, Սարգսին մեր երեխեն է։ Պետք է սենց բան չլիներ։ Մենք անում ենք ճիշտ է, միշտ մի կողմը, բայց կողմիկ ունի երկու երես, երկու կողմը պետք է ունեն։ Ես չեմ ասում իմ ախորը արդարացնել, ինքը սուրբ է, եղած է։ Եթե իմ ձեռը լիներ ես կարող եի հետ բերեի, ոչ թողի եղբայրս ասել, ոչ է Սարգսի մեռներ։ Իսկապես Ձեզ հաստատ եմ ասում, որ եթե իմ ձեռն էր, ես այդ բանը չէի թողել լիներ։ Հիմա ձեր թույլտվությամբ ուզում եմ վերադառնալ այն ինչ որ ձեզ հետ կատարվել է իրավապահ համակարգում։ Մինչ հարցազրույցը դուք բավականին մտահոգիչ դեպքերի մասին էիք բարձրաձայնում, ուզում եմ նաև դա ասեք։
Ինչ է դες է տեղի ունեցել իրավապահ համակարգում, ինչ սպառնալիքների, ինչ ցուցմունքների կամ ինչ դրսևորումների եք դուք եւ ինչ անվտանգության խնդիրներ կան ձեր ընտանիքի հետ կապված, որ դուք մտահոգված եք։ Ես եկել եմ գնացել եմ գործի առավոտյան, մեկ օր սմեն եմ կանգնում քարի արտադրամասում եւ երկու օր ուրիշ գործ անում այնտեղ մի քարի արտադրամասում։ Այդ օրը սմենի չէ, այդ օրը գնացել էի գործի։ Այո։ Գործի տեղն է արդեն 6-ին 10, 12 պակաս էր, 15 պակաս էր, զանգեցին տնեցիք, քրեականից մարդիկ են եկել, մեր տունն են լցվել, ասեցի հանկարծ չբացեք դուռը, մինչև տենակ համազգեստով են թողեք, կամ եթե դաստանում ունեն ցույց են տալի, արխանքով, եթե չէ կարող երեխա բողանան տան, ինչ իմանակով են։ Դուք երեխաներ ունեք։ Այո, 3 անչափահաս երեխա ունեմ։ Ինձ ասեց, չգիտեմ, առանց ֆորմա են, առանց շորերի, հասարակ գրաժդանսկի հագած, հայրիկս այնտեղից ասաց, ցայն տվեց, որ արխային բաժնի տղեկն են, ոչ մի խնդիր չկա, մի խառն, իրար, ուղղակի մեզ էլ չեն ասում, ինչ ա եղել, ինչ կա, ոնց ա, որը որից հետո։ Ես զարմացած մնացի, ասեցի, դա աշխատեն, պրծնեն կգան, թող սպասեն, ոչ մի խնդիր չէ, դե չեն, թող համբերեն։ Հետո ինձ զանգ եկավ ինձ ձեռնի, բա մարտիրոս գործից բայից տեղ չգնաս, մենք մոտենում ենք քեզ։ Դուք 3 եղբայր եք, չէ՞, 4 եղբայր եք, հաստատի Այո։ Զարմացած ասեցի, բայց պատճառը ի՞նչն է, որ մոտենում եք, ես չեմ ուզում գործի աշխատանքային բայրում, տեսնեմ ինչ-որ մեկը գալիս է ինձից բռնում է, կամ ինչ-որ մի խնդիր, առանց իմանալու պատճառը։ Ինչ ա պատել, դուք թերացում եք տեղ չետաս, կգանք քեզի կբացատրենք, կասենք։ Ասեցի լավ ու անջատեցի։ Զանգեցի նորից տուն ասեցի, բայց ես պատճառը չասեցի, ի՞նչն է, բայց չգիտենք, իրանք ասեն մի մարտիրոս հետ խոսան, կասենք։ Հետո ես դուրս եկա, ասեցի կներեք 5 րոպեի 7 րոպեի չափի մոտ գոլը պտան, որ 6 լինի ժամը։ Ասեցի ես գնացի, բա ինչ եղել, ասի այդքան էլ կարևոր չի, գնամ տուն, առավոտյան եկամ գործի, առավոտյան սմենը։ Վարա մարտիրոսն 7 րոպեվա համար սպասում ես, ինչ անես, գնա տուն, լավ։ Դուրս եմ եկել, մոտիկացել եմ Հայ բիզնես բանկի, ճանապարհով դեպի Ալունյան եկեղեցի Սուրբ Հովհաննես եկեղեցի զանգեցին, բա որտեղ ես, մենք արդեն քո գործի տեղն ենք դուրս արի։ Ասեցի ես եկնում եմ տուն, բա քեզ ով ասեց տուն գնաս։ Տուն գնաց չկա, որում ասեցի եկեղեցու հայտնեմ եկնում եմ տուն, բա եկեղեցու մոտ սպասի գալիս ենք։ Նորից գնացի առաջատը բարձրացա լիֆտով տուն, դուռը բացեցի տնեցի վախեցած վիճակում, բա ինչ ա եղել ոնց, բա որտեղ են, այդ մարդիկ ովքեր են, պապաս ասա արխային եղել ուրիշ մարդիկ չեն, բաժն աշխատում են, մի խառնվեք իրար։ Հետո այդ պահին իրանք էլ բարձրացան վերև։ Բա գնացի մարտիրոս, ես սա խոշոր կեղտոտ շոյով, բա գնում ենք քո հետ խոսալու բան կա։ Ասեցի որտեղ եմ Բաբոյանի բաժանմունք։ Ասեցի բայց պատճառը չիմանամ, որ տնեցիք ասեմ ինչի համար եք տանես գործը։ Մինչ այդ չգիտեիք, որ եղբայրները այս պատմության մեջ են։ Մեզ ոչ մի բան տեղեկատվություն չէին ասում։ Նրանք ինձ տարին Բուրավանի բանը տնեցիքին ասեցի ես գնում եմ, դե որ չեն ունում շորից փոխանում չեմ, ասեց գնամ տնամ ի՞նչն է պատճառը կանում եմ։ Ճամփին ասեցին միայն դանակավորել չէին, ասում եմ ինքնատիպ իմանաս, մենակ ճամփի մեկը աշխատանքից դանակավորությունն է։ Ասի ում հետ, ոնց, ինչ։ Բա Աբովյանի մեջ ա եղել, բանա, ախպերը, չուք մտած ախպերից են խփել։ Ասեցի, այսինքն ախպերից աշտել չկա, հարցնա։ Բախեր միջից վերցրով աշտել չկա։ Ասեցի, որ եթե 11 թվին, սպանությունատեղից են մարդիկ ընդեղ ասել են, դատանում են, մենք էլ չսպանում, հող այնչ տարում ենք, վերացնում ենք։ Ոնց լինի մեր հարցը լուծելու ենք։ Ասեցին, այ ախպեր, դու ինչ ես ասում, քո ախպերին են այդ բան գործը արել։ Ասեցի մերնով կամ մեջ այդ հարց տվեցի։ Ասեցի Արսենչիկ կամ Արայիկն է։ Ասեցին, այ ախպեր, ինչ Արսենչիկ, ինչ Արայիկ հարց տվեցի։ Դորացին ազգանու մարդկա սպանված, կամ իրանց որոշ տղան, ես անով չեմ անում։ 14 տարի առաջ սպանվածի հարազատներն են, հա։ Այո, իմ մտքով միայն գնում է 11 թվի դեպքի հետևանքն է։ Երևի եկել են Մուրհանեն, մի բան եղել, բա շատ ես խոսում, բան մի խոսա, դու չգիտես էլ ինչա կատարում, կեթանք իմանանք։ Բուրավանում պայծի մինչև ժամը 11-ը, ասեցի հիմա իմանալ ինչ իմաստուն, իմ երեխեքը տունը սպասում, դաժե մայրս, կինս, զանգ ուզրա են անում, ասեն գնացեք զանգի ոստիկանություն, տեսեք դեպտեմ, ասեն ինչ մկավատարին վերացնեք, ով մի բան է, ամեն ինչը հնարավոր է սովոր կյանքում։ Ասեն գնացեք զանգի ոստիկանություն, դες ավելի կոմպլետ կասեն, զանգի ոստիկանություն տեղակ են, բայց տիկին մենք չգիտենք որտեղ են ուրա, կարող բաժանմունքի աշխատողները տարին թողել ինչ մանկուրա։ Գնացեք Բուրավանի բաժանմունք, արդեն իրանց ասեն Բուրավանի տարածել, գնացեք Բուրավանի բաժանմունք, ընդեղ հարցրեք։ Ու բաժնում բա գիտես չէ, մենք անվտանգությունն ենք ապահովում,
Ասացի, բայց ինչի համար, ինչ ա եղել։ Բա վերջում իմանաս, ոնց ասում ենք այտենց արա լավ կլինի։ Ասացի, 11 թվականին ասես դեպքեր եղել, որ ասեն լավ կլինի, բայց չիմամ, ինչ է, լավ կլինի Սուրեն, մեկը վիդեո դրեցին, այս վիդեոյի մեջ ճանաչում ես, ասացի, այս փոքր եղբայրս, այս մեծ եղբայրս է, լավն է, ասացի, շալվարից կեպկից գիտեմ, այն լիսը վիդերից գիտեմ։ Բայց կողիները խումբ են հավաքի գնացել մարդ փրթեն, մորթեն ճանեն, այս մարդնց առաջնական վիդեոքից տենում։ Բա լավն է, կարող է Ռուսաստանի աղբետա կեպկեն եկել ասել տոնց եք կդրել։ Ասի իմ աղբերը անցած տարի նոյեմբերին ա եկել, այս տարի Ռոբոստոսին ծննդի օրը երեխա ունեցել։ Ինքը բայց ասել ինչ են հաշվում են ընտանիքն հազիվ պահում։ Բա լավ, հեսա քեզի կասենք, ոնց ասենք այտենց կանես, որ լավ լինի։ Գիտես չես, ձեր անվտանգություն ենք ապահովում, մարդիկ լցեն պայթացնեն, վառեն, մորթեն, հարց տվեցին։ Ովքեր մարդիկ։ Ինչ մարդպես մասն են խոսքը։ Բա մենք է չգինենք, հլը պարզում ենք։ Մարդիկ ընկերներն են, դուք Աբովյանում վեճ խնդիր, դե մտքով չեն ասում Սարգսի հարց պիտի բացվի, Սարգսի պատմություն ունի, որտեղ մեր մտքում չի ելել, որ ինչ-որ սպանության նպատակ լինի, որ Սարգսին վնաս տան։ Էդ է նշեմ։ Սարգսի եղբայրը որտեղ որ աշխատում էր, այդ նույն կոֆեի սեղանի շուրջ խոսակցությունը որ եղել էր, ես ու Աշոտը իջել ենք գրադարանի շենքի մոտո, Սարգսի եղբայր խանութի մոտո, որտեղ որ ինքը մենեջեր էր։ Մեր դասատուի տղան են աշխատում։ Աշոտը մոտիկացավ, ասա բա Հակոբը ստեա թե չէ, աշխատում ա թե չէ, թե դուս ա եկել, դե չկային, ուրիշ մարդիկ էին աշխատում։ Դե աշխատողը ասեց ոչ։ Ասեց բա Ռոբն էլ աշխատում թե չէ, թե Ռուսաստան են գնացել, թե որ չէին գալի դրա համար հարցրավ։ Ասում են գանք բան։ Ասան չէ, ինքը մենեջերը այսօր իր սմենը չի։ Ասեց լավ, թողե չէ, կամերաների տակ էլ կա, ձայնագրություններ կա, որ հարցնում ա, դրանք սա փաստեր ա, դրան իրան փաստով շարժում են։ Իսկ ինչ մնոր նպատակ են ունեցել սպանեն կամ մի բան, այդպես բան չկա։ Ասենք մարդուն սպանեն, որ ինչը փոխվի։ Ամիսներ շարունակ փորձել էին պարզաբանել ինչու Բենյամինի հետ ենթադրենք այսպես վարվեցին, ամիսներ շարունակ չեկար, դե հիմա կտեսնես արդյունքը ու գնացին տեսանյութում սարսափելի առանձնակի դաժանությամբ մեջքից հարվածները գնում ու գնում Սարգիսը փորձում էր ազատվել մարտիրոս ուզում եմ որ օբյեկտիվ լինենք 24 տարեկան երիտասարդ էր հարցը կարող էր այդ ճակատագրական վրա հաստատ այդպես բան չէր լինի դուք վստահ եք որ Սարգիսը զենք է ունեցել եւ զենքն ընկել է մարտիրոս ինչ տեղ ունեցավ հետո բաժնում ձեզ ինչ սպառնալիքներ եղան դավթին Աբովյանի բաժանմունք այո բա քնիչի մոտ մի ժամ տարան հետո տարան քնիչի մոտ բա աղբերս քնիչը իմ հետ աղբերով խոսած ասի դե բան անդամի նմանա նորմալ խոսանք բա աղբերս էսի աղբերը տա կամերայից նույն հարցը դա դանակ պամեն չեն պամ ինչ հեռախոս են բռնում ավտոմեքենա ունեն չունեն ասի ոչ ունեցեն վաճառել են վարկերի բանի վաճառով չունեն մեքենա Վերջը, բա գիտես չէ, մարդ են սպանեն, ասեցիում բա կարևոր չի, բա դու հաստատում ես կամերան նկարում ա, կեզ հիմա որ հարց կտանք, որ կամերան միջև միացնելս, ասեն պաշպան ուզում ես, կասես հա, անես չեղնի ասես չէ, ասի բայց ինչի համար, ես պաշպան չեմ, կարամ իմ առաջի կարգի հարազատ փուցուսմունքը չտամ 17 օր, բա շատ ես խոսում, կեզ որ բերնենք, մենք պետք է այսօր գործ անենք, մենք ուսակոյ ձեր համար Ինչը քշեք չեն նստելու։ Կհիշեք կոնկրետ ձեզ նման պնդում առնող քննիչի կամ ոստիկանության աշխատակցի անունը։ Ինչ որ ասում էին Ջալաբյան քննիչ, բայց հետո փոխվեց քննիչը, թե ինչ Ջալաբյան։ Այսինքն Աբովյանի քննչական բաժինն էր։ Այո, ես Դաջյան հարցից ասեցի դուք որ դուք եք Աբովյանի քննիչ եք, ասաց չէ, ես Երևանից եմ։ Հետո որ թուղթերը որ պանելը արդեն հաստատավ, ասա պիտի ստորագրես, ասեցի նայեք դուք կամերայի տակ ինձ նկարահանել եք, հարց եկա դեմ ես, դեմ չեմ Նախորդ ասել եք որ բանա, դուս չես կա, բայց լսի թղթերի տակ որ չստորագրես, դուս իմացես որ դուս չես կա, իշքան ուզենք կպայինք, ուզենք կդնես բան կանենք, ասենք դες եկել է դիան ճամփլինք տուն, չգիտենք ուրա գնացել, հասկացար քեզ ինչ ենք ասում։ Աբովյանի քնչականն էր։ Հետի քնչականում էր, հետո ինձ ասեց ստորագրի, ես էլ ասեցի դե ասեցի լավ աղբերս, դե որ դե բայլի մետ աղբերով չխոսաս, ասեցի լավ ոնց որ կասեք որն եմ ստորագրում Ասա այս տեղ կստորագրում ես, մոտ մի 8 տեղ, 10 տեղ, ինչքան տեղ էր, ստորագրի, Պարսկին բարագրեմ, համաձայն չեմ, եթե դուք զաստավի տեղ եք ստորագրել տալի, համաձայն չեմ, ասա այս կետերական նշանով ես էլի գրում, այս ինչ բան ա, ես ինչ երկար ստորագրությունն ես, ասի ստորագրությունը էս ա, Դաժե խուզարկության են եկել մեր տուն, ասեցին ինչ որ հիմա օրենքը փոխվել ա,
խոզարակությունից ոչ հարևան է գալի, ոչ բան, մենակ մենք 4 հոգի կանում ենք այստեղ աշխատակիցներով, որ հասցրել։ Երևի իրանք են ընդհանրեն թերականը, որ ստուգել ենք, տնից բան ենք տանում, իրաստապ հասարակների բանը։ Բումաժնիկը ինձ էր պատկանում, որի մեջ ես դաժե չգիտեի, որ Աշոտի պասպորտները մեջն է, բայց գումարել կար վարկով վերցել էինք, Բենյամին Աշոտի, որ վարկել կարող ենք այս ամսվա, մենք մուծեինք, մեկ էլ կողմնել վճարումները, բայց փողը ջոկ պայրես, որ տանես իրանց տաս, ասի եթե իրանց ուզենայի տա, եղի էի դնում աշկի դեմ։ Ասես դաժե չգիտեի, որ պահանջագրերն ալատել, կամ եթե դնեի փախուստ կազմակերպեի, որ մենք այդ մարդիկ չենք փարում, ուր պետք է փախնեն։ 5 օր, մի ամիսը 4 օր, 10 կարող է ներկանան, թողում եմ հանդարտպես ամեն ինչը։ Իրանք չեն ուզեց այդպես բանին։ Անձնագրերը վերցրեցին եւ ուրիշ փաստաթղթեր նորից տրակտորի վկայական բան, մեկ է Բենյամինի պռավեն իր բոլոր քարտերով։ Ինչքան որ քարտ ունի գումարային։ Իդեպ նշեմ նաեւ իմ սումկայի մեջից սուր դանակ, որը ինձ տված է եղել Դատախազ Պողոսյան Լևան, որը վերջերս Դու դատախազությունում աշխատել եք։ Պողոսյան Լևան օգնական։ Կասեք Պողոսյան Լևանով է, գուցե երկար տարիների դատախազ։ Առաջվա դատախազն է եղել, Ղարաբաղի պայստապետն է եղել, շատ շնորհքին adekvat մարդ է եղել։ Ինչու եք համակարգից դուրս եկել Մարտիրոս։ Եղբոր դեպքն էր պատճառը։ Համ եղբորը հարցը, համ էլ գումարը չէր, հերիքում քիչ էր։ Իսկ ցենց տարբեր տեղեր աշխատեն, որպեսզի երեք։ Իսկ դանակը պայուսակից նվիրել էր ինքը։ Ինքն էր ինձ նվիրել, ասեցի մեր որ աղոթած դանակ է։ Ասեցին ոչինչ, տանում եք, ասեցի խնդրեմ։ Պլաստմասի կոթով դանակ էր, տվեցի։ Մարտիրոս ինչ սպառնալիքներ, հիմա ոստիկանությունը հսկում է ձեր տունը։ Ես բոլոր ոստիկաններին չեմ կարող մեղադրել, որովհետև որոշ մասը իսկապես հսկողություն սահմանել է։ Որովհետև մուտքի մեջ դաժե 6-րդ կեպկով մարդիկ են եկել, ես չեմ անձամբ տեսել, մարդիկ տեսնողներ եղան եւ վախենում են, որ ինչ-որ մեկի մոտ խոսան կամ ասեն, մենակ մեզ ասեցին երկու հատ չաղ մարդ են, տղաներ են թե մարդ են, կեպկով ասա լույս են գցել ձեր դռանը 7:30-ից մինչև 9:30 ամսի 14 թե 15-ի դրությամբ, որ մենք վերջի անգամ եղել ենք Բուրավանի բաժնում։ Ասա լույս էին գցում ու հենց տեսան մեր դուրը շարով լույս են վառել, թե ինչ իրանք հարգում մուտքի մեջ, բարձրացրին 6-րդ հարկ։ Դուք մտավախություններ, որ կարող է ձեզ վնասել, Մարտիրոս։ Ես ասեմ, այս պայդրությամբ մեր մտավախությունը այն է, որ Բենյամինի Աշոտին չվնասել, որովհետև շտապողության մեքենայում երեք ես տեսել Աբովյանի բաժանմունքի դեմը, բաժանմունքի աշխատողները մեզ ասում էին, դու պետք է մի կգրակենք որոշ աշխատողներ, ոչ բոլորը։ Կրակենք ձեր եղբայրներին։ Կգրակենք, կսպանենք, ասենք ճամփին մեռնողներ են սպանել։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք հսկողություն դնեն, թե ազգային անվտանգությունը, թե դատախազությունը, թե միլիցիայությունը նրանց կյանքին վտանգ չսպառնի։ Ինչ իմանանք բաժնում չեն ծեծի ենթարկել։ Փաստաբանն էլ Աշոտ Սոխոյանցի իդեպ նշեմ, մեզ չէին ասում փաստաբան ունի, Բենյամինի փաստաբանին հարցրեցի Աշոտի Սոխոյանցը փաստաբան ունի թե ոչ, ասեց մի հատ աղջիկ է, Գայան է, Գրիգորյան, եթե չեմ սխալվում, ասեցի հեռախոսի համար, բայց իրան հարցնեմ քեզ զանգեմ ասեմ, մինչև ինձ զանգի ասի, այտենց չզանգավ, մենք զանգարեցի, բան անեցինք, ինտերնետով նայեցինք Գայան է, Գրիգորյան, համար այնտեղ կար տեղեկատվությունում զանգահարել եմ, ինքը ասեց ես եմ Աշոտ Սոխոյանցի փաստաբանը, ասեցի Աշոտի վիճակը ոնց է, բայց երեկվա դրությամբ միայն մատնա վնասված։ Իսկ եթե ես խնդրում եմ տեսակցություն, թեկուզ 5 մետրի, 6 մետրի վրայից, որ տեսնեն իմ եղբայրներին խփել են, չեն խփել։ Նրանք ասում են տեսակցությունը փակա 15 օր չեք կարող տեսնել։ Նույն ձևը 11 թվին տարել են դաժե բերթել էին հասել, համ բաժնում էին ծեծի ենթարկել, ինքը մեզ չէր ասել։ Դուրս գալուց հետո նոր պատմել է, որ բաժանմունքում ծեծի են ենթարկել քանի օքով, դրանից հետո բերթ որ մտնում են բերթում են ծեծում ջարդում, հետո պամեն մտամ չի թվում շատ խիստ հանցավոր է, հանցախումբ ունի, էս ունի, որ կապտուկները անստին նոր բրաց են թողում, ասում են տնեցիքին տենա։ Խնդրում եմ հետևողական լինեն։ Իսկ ինչ մնում է մեր մեջ եւ Սարգսյանի ընտանիքի մեջ կռիվքցել հրարել տարբեր լրատվամիջոցների թե TikTok-ների հարթակում, թե տարբեր մարդիկ հրահարում են։ Անընդհատ դաժե ինձ եկի ասեն իր եղբորը ասեն Ռոբերտ տանից դուրս չգա, կարող է դուք սպանեք։ Մենք նրանց սպանենք ինչի համար։ Կամ վնասենք ինչի համար։ Թե իրանք ուզում են մարդուն ուղարկեն վնաս լինի, նորից շարունակություն լինի։ Եվ այդպես սպանությունը շարունակվի։ Խնդրում եմ այս հարցին հետևողական լինեն հանրային պաշտպանները, մանավանդ Բենյամինի պաշտպանը, որ խոսում է շատ վախեցած, վախենալով, չգիտեմ,
Մարտիրոս, Աշխատական խնդիր ունի։ Եթե ամիսներ առաջ ձեր իսկ հետևողականությունը լիներ եւ այնինչ տեղի ունեցել գինու փառատոնին, արդեն փաստ ունեիք, որ ըստ էության դուք համակարգում աշխատող անձնավորություն եք եղել։ Եթե դուք ինչ որ նախականխիչ գործողություններ իրականացնեիք, իմանալով, որ եղբայրները սպասում են, Սարգիսին են սպասում, դեռ փառատոնի այդ թեման դեռ խորանում է, ամեն կողմից վերլուծում են, ամեն կողմից փորձում են հրահրեն։ Եթե դուք համապատասխան գործողություններ իրականացրած լինեիք, եթե դուք իրավապահ մարմիններին համակարգում աշխատելով, միգուցե վստահության պակասն է եղել, որ չեք դիմել, դիմաց լինեիք, ըստ ձեզ կունենար այս ամեն այս ճակատագրական հետևանքը, որովհետև հանրությունը երկու հարց է այսօր բարձրացնում։ Ուր էին իրավապահ մարմինները ամիսներ առաջ գինու փառատոնին, երբ որ մի խումբ երիտասարդների միջև վեճ էր եղել, ընդհանուր դուք այսօր բավականին լուրջ մանրամասներ եք հայտնում, թե ծեծը ինչպիսի հետևանքներ ունեցել ձեր եղբոր վրա, եւ հասարակության անտարբերությունը, ինչը որ կատարվում էր նոյեմբերի 10-ին, երբ առանձնակի դաժանությամբ դեպքեր տեղ ունեն, մենք հասկանում ենք, որ հասարակության շատ անդամներ, տեսնելով այդ հսկայական դանակը, ընդհանուր նաև դուք նշում եք, որ գետնի զենք են կած եղել, շատ քչերը կվախենան ռիսկի դիմեն եւ իրենց կյանքը վտանգեն, բայց նաև հասարակության անտարբերությունն էր, որ ճակատագրական եղավ 24 տարեկան տղայի համար, միգուցե փորձեին կանխեին, աղմուկ բարձրացնեին, չունենար այս հետևանքները։ Ձեր մեղքի բաժինը տեսնում եք այս ամենում, եթե ամիսներ առաջ գործուն քայլեր իրականացնեիք նախկինում համակարգում աշխատած անձ, կունենայինք այս ճակատագրական հետևանքը։ Այսօր ձեր եղբայրները բանտում կլինեին։ Ոչ մեկու մտքով չի անցել, որ ցես բան պետքա լինի, կամ կլինի։ Ոչ մեկու մտքով չի անցել։ Որ պիտի չլիներ։ Անկամ եթե իմ մտքով 1% անցել, որ պիտի սպանություն լինի, տեղն է այսքան բանը, ես ինքս կանխարգել եմ։ Այո, բաժանմունքում աշխատակիցներից մեկը դուրս որ հելնենք, ինձ պրյամը ասել է։ Որ բաժանմունքում։ Աբովյանի։ Ոչ։ Բուրեղավանի։ Բուրեղավանի բաժանմունքից դուրս ոստիկանության աշխատողներից մեկը, այո, ինձ պրյամը ասեց։ Ասավ հասկանում ես ինչա կատարվում։ Դուք մեզ չունեք։ Բլաշ չունեք։ Մի ձեր ընտանիքն է մնացես Աբովյան քաղաքում։ Այդ էլ մի հատ որ փչեն կորեք։ Ունեք չունեք մի հատ գարաժա, մի հատ տունա, մեկը դուք քո երեխեքի հետ ու աղբերների հետ։ Ում ունեք։ Դու հասկանում ես ինչա կատարում, Սարգիսը դες բարեկամներ ունի։ Վարձնում Աբո անունով ինչ-որ բարեկամ ունի, ասա դու գիտես, չէ, ինձ արդեն զանգ ես զգուշացրել, որ պետք է կսպանեն հետ քչեք ճարի, աղբեր։ Կվերասեն, ես հասնիներս դու տեսել ինչ անելու։ Բերդում արդեն սպասում են։ Մինչև ձեր եղբայրներին հայտնաբերելն էին այդ խոսքերը ասում։ Մինչև այդքան նրանց հայտնաբերել այդ արտահայտությունները արեն եւ նշեցին, որ Արտակ Զենալյանը, որը աշխատում է Սամարական դատարանում, նա վնաս է հասցնելու։ Ես ասացի ինքը օրենքի մարդ է, չի կարող այս բանի, դու հասկանում ես իր հորողբորդ թորն է մեռը։ Ասի, բայց մենք չենք վերցել այս բան լինի։ Բա կապ չունի։ Ինչ էր խոսակ, ինչ էր այն ու միջև այդ ինձ զգուշացեն, որ իմանաս թե Բենյամինն էլ որ բան չամպրծավ, պետք է գտնենք խմբակային։ Երկուսով են եղել, գտնենք որ ինքն իր տանակով հարվածներ հասցրեն։ Ասեցի, բայց կադրեր կա, սյուժե կա, տեսանյութ կա, համ դիմալի մասից, համ Բենյամինը Աշոտին հետ է քաշում երկու ձեռքով, բայց շատ էս խոսում։ Այսօր դու գիտես, միշտ կյանքը տենց է, ով որ վլաստ ունի, ուժ ունի, փող ունի, նրա ձեռն է։ Մարտիրոս, եւ թերևս վերջին հարցը ձեր եղբայրների հետ չեք խոսել, այսինքն չգիտեք թե այդ հանդիպման ժամանակ խոսակցությունը ինչով է ծավալվել, որ ունեցել այդ հետևանքները։ Գործի վայրում եմ եղել, դա եղել Աշոտի հետ խոսացել եմ ժամը 1:30-ի կողմ, շենքի հետևը Սվարկանից աղավնու բունը, պետք էր Սվարկանում, ինձ ինքը զանգեց, ասավ փոքր պետք ես բերե, խի մեծերը չես բեր Սվարկանեմ, հալում թափում է։ Ու դրանից հետո ինչ որ բարձրացել է տուն, թե դրանից մի քիչ առաջ բարձրացել է տուն, 11-ից 12-ի կողմ հացակեր է, ուրախ երաժշտություն լսելուց եղե, հետո զանգ եկե, որ ինչ-որ գործի պետք է պերֆորատորը վերցրել, այդպես կեղտո չգնաց ու բանից բարբեր այսքան բաները։ Շնորհակալ եմ Մարտիրոս, մենք հետևենք քննության ընթացքին, այո։ Մենակ կխնդրեմ, որպեսզի ինչ որ օրենքով հասնում է ճիշտ քննություն անեն, զենքը որ դուց իր մոտ, եթե զենք չլիներ, այսքան բանը չէր լինի, սպանության նպատակ հաստատ չի եղել, որովհետև մենք իրան համարում ենք տան անդամ, չի կարող այս բան լիներ, որ եղել է մենք էլ ապշած մնացել ենք, թե իր պապու հետ,
թե տնեցիք է, շատ մոտ, շատ լավ։ Տաներ առաջ դաժե իր հորեղբայրները, հայրը, պապը, եկած են եղել մեր տուն, շատ մոտ, շատ լավ։ Թե ինչն է խնդիրը, թե կողից ով կեն հրահարել, ինչ են արել։ Խնդրում եմ բացահայտում լինի։ Որովհետև այսօր դրության կարող է մարդիկ մեզ վնասեն, ասեն Սարգսի ընտանիք արեց։ Վերջը չիման ով է սրա հետևում կանգնած։ Դուք կարծում եք կանգնած մարդիկ կան։ 11 թվի շարունակությունը այն ժամանակ էլ Արտուր Դոլացյանը որ մահացել է, ինքը տան հասցեն որ մտել Մասիսից աշտարակ անտեղի չեն գալի մտնում, ինչ որ մեկը ուղարկած է եղել, հրահարած է եղել։ Կամ եթե ինքը մահանում էր, իր տնեցիք որից իմացան եկան նույն շենքի դեմ, որ զանգի ասեն ձեր տողուն բռնեն, եկեք շուտ հասեք այդ շենքի դեմն է։ Դրանք սա փաստեր է, եւ խնդրում եմ հանրային պաշտպան որ դնում են նրանց գլխավորող Մելանի Արուսյանն է, չէ՞ հիմա։ Հիմա ոչ։ Հիմա Այլ ոչ։ պաշտպանի նախագահ։ Առաջ Մելանի Արուսյանն է եղել, իրեն հետ խնդիրները տարիներ առաջ եղել, մոտ 96-97 թվերին։ Դուք չունեք համապատասխան ֆինանսավորումը, որ այլ փաստաբանի դրա համար եք հանրային պաշտպանի։ Մենք ոչ մի գումար, ոչ մի չունենք, սա վարկերի տակ ենք, երեխես է որ ծնվել այդ գարաժն 1 միլիոնը որ տուն երրորդ երեխան ծնվել է, մեկ է VTB-ից վարկով փողը միշտ դրե առել են։ Շատ խոսակցություններ ա պատտվում, որ մեծ սրոգներ տան, գարաժը կծախեն, Բենյամինը դուրս կգա, տունը կծախեն, Աշոտը դուրս կգա, բաժանմունքին են, դες մեն 4 սենյակ է, չէ, ախպեր, չեք ուզում, ծախեք։ Այդ խոսակցությունն էլ ա եղել։ Այսինքն մեջները մարդիկ կան, ոչ բոլոր ոստիկանների մասնախոսքերը էլ եմ կրկնում։ Ոստիկաններ կան, որ ոքից իրանց մեր երկրի համար, իրանց համար ճիշտ ձևի աշխատել են, բան որ ոչ կոպիտ է շիշը վառի, ոչ խորովածը։ Հավաչափ սաղին նայել են։ Տարբերություն չեն դրել, որ ինձ Սարգսի ընտանիքն է, էսի մեր ընտանիքն է, չէ։ Նրանք իրենց գործունեություն են կատարել, ծավալուն աշխատել են։ Շատ բարի, շնորհակալ եմ Մարտիրոս, մենք կհետևենք գործի քննության ընթացքին։